սա հերթական ապացույցն է մեր պնդումներին, որ օգոստոսի 8-ի հռչակագրում նշված բոլոր սկզբունքները եւ նաեւ հուշագրերով կամ այլ փաստաթղթերով հարակից պայմանավորվածությունները ենթակա են կատարման եւ այդպես էլ պիտի լիներ եւ այդպես էլ պիտի շարունակվի, այսինքն մեկ քայլ պիտի անի Ադրբեջանը, մեկ քայլ պիտի անի Հայաստանը եւ ես շատ ուրախ եմ արձանագրել, որ առաջին քայլը արել է Ադրբեջանը։ Ի հեճուկս այն պնդումների, որ Հայաստանը ոչինչ չի ստանալու։ Ինչ վերաբերում է կախվածություններին, ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս արտաբերված խոսքը, որ մեր հաջողության գրավականն է մեկ կախվածությունը փոխարինել բազմաթիվ կախվածություններով։ Վարչապետը այս մասին խոսել է նաև ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, երբ որ դու այնուամենայնիվ ունես կախվածություն, բայց այդ կախվածությունն էլ ես դիվերսիֆիկացնում, այդպիսով դու ձեռք ես բերում ազատություն։ Հիմա ինչ է պնդում մեր ընդդիմությունը, մասնավորապես մեր դաշնակցական գործընկերները, ասում են, որ Ադրբեջանը, երբ որ բացում է ճանապարհ, մենք ընկնում ենք Ադրբեջանից կախվածության մեջ, որովհետև այդ ճանապարհը ամեն վայրկյանի կարող է փակվել։ Մենք այսօր ունենք տարանցիկ առևտրի համար միայն մեկ ճանապարհ, որն էլ ըստ քաղաքական իրավիճակի, ըստ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ ցանկացած պահի կամ փակվում է, կամ բացվում է, կամ ստեղծվում են մեզ համար խնդիրներ, կամ չեն ստեղծվում։